Երբ պատերազմից վերադառնալուց հետո, որպես անհայտ հայրենադարձ եւ հասարակ շարքային զինվոր, մենակ ու առանց որևէ օգնության հիմնադրեցի մեր կազմակերպությունը եւ սկսեցի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, վաղուց արդեն հասկացել էի, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է մի քաղաքական շարժում, որը ոչ միայն ընդհանրապես որևէ կապ չունի նախկին ու ներկա աղբանոցի հետ, այլ նաեւ ամբողջությամբ դեմ է այն նախկիներից ու ներկաներից բաղկացած ազգադավ նեոբոլշևիկյան համակարգին։ Դրա պատճառով ես հասկացա, որ իմ ստեղծած շարժման կորիզը կառուցելու համար պետք է աշխատեմ նոր սերնդի երիտասարդների ներգրավելու ուղղությամբ, որովհետև նրանք չեն կոռումպացվել այդ աղտոտված ճահիճի հետ առերեսվելու պատճառով։ Բայց հետաքրքիրն այն է, որ դա ինքնին տեղի ունեցավ, քանի որ երիտասարդները սկսեցին ինքնուրույն գրել ինձ եւ կապ հաստատել, ասելով, որ իմ քարոզած գաղափարների մեջ տեսնում են իսկական հայ ազգայնականություն։ Ճիշտ եւ իրական ազգային շարժումը չի կարող գոյատևել առանց երիտասարդների ներգրավման։ Երիտասարդները շարժման էներգիան, նորարար գաղափարների եւ անկաշկանդ կրքի աղբյուրն են։ Եթե առաջնորդը ցանկանում է մաքուր, ուժեղ եւ երկարատև շարժում կառուցել, նա պետք է վստահի եւ ներգրավի երիտասարդներին, նրանց տալով մասնակցության ու քաղաքական դաշտում իրենց գաղափարները արտահայտելու հնարավորություն։ Ապագայում հենց նրանք կլինեն շարժման եւ հետո մեր շարժումից բխած ապագա ազգային պետության հենասյուները, որոնք կպահպանեն հայ ազգի ինքնությունը եւ մեր արիական արժեքները։ Այս պահին մեր հայրենակիցների մեծ մասը, նույնիսկ խելքը գլխին մարդիկ, չեն հասկանում իմ բռնած ուղին, քանի որ անհույս ու ցինիկ են դարձել։ Շատերը կարծում են, թե ես իմ մտավոր կարողություն ու ժամանակը իզուր եմ վատնում մի բանի վրա, որը ըստ իրենց երբեք չի հաջողվի։ Այդպես են կարծում, որովհետև ապրում են միայն ներկայի համար եւ չեն կարող իրենց քթից հեռու տեսնել, չեն կարողանում ծառի հետևում անտառը տեսնել։ Սակայն այն փաստը, որ իմ ուղերձը արձագանք է գտնում նոր սերնդի երիտասարդների շրջանում, ամենամեծ նշանն է վերին ուժերի կողմից, որ ես ճիշտ ուղու վրա եմ, եւ խոսք եմ տալիս, որ մի օր մեր ամբողջ ազգը դա կհասկանա։